Ով չի անցնում ԵՊՀ ռեկտորի թրի տակով, չի դառնում իշխանահաճո, ազատվում է աշխատանքից։ Ասում են հասարակական քաղաքական գործիչները նկատի ունենալով նաև Ռուբեն Մելիքյանի հետ կատարվածը։ Աբսուրդային է։ Մի քանի օր առաջ Մելիքյանին տեղեկացրել են, որ աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգվելու։ Սեպտեմբերի 1-ից այլևս չի դասավանդելու ԵՊՀ-ում։ Տեղեկացրել են թղթով, առանց տետատետ բացատրության 23 տարվա աշխատանքային վաստակը զրոյացնելու փորձով։ Առաջին պատճառները չեն ներկայացել, բայց դա հələ մի կողմ։ Խնդիրն այն է, որ նաև չեն մտածել նախապես նրա մասին, թե ինչպես են ուսումնական process-ի բնականon ընթացքը պահելու։ Եվ ես իսկապես ինձ շատ հետաքրքիր է լինելու, թե ովքեր են լինելու փոխարինողները։ Ով է դասավանդելու, եթե դասընթացը մշակել, տեղայնացրել ու ԵՊՀ-ին բերել Մելիքյանն ու ընկերը։ Իրավաբանական գրագիտության տեսականը գործնականի վերածելու, գիտելիքը միտք դարձնելու, ճիշտ ձևակերպելու, իրավաբանական վերլուծություններ գրելու մասին է Մելիքյանի ու ընկերոջ դասընթացը։ Մեր իսկ ադապտացված հայկական պայմաններում, որը ըստ էության կարող են դասավանդել միայն ես եւ իմ գործընկերը։ Հիմա իմ համար շատ հետաքրքիր է, թե իմ ժամերը ում են առաջարկելու։ Վստահ եմ ոչ իմ գործընկերոջը։ Սա այն դեպքն է, երբ խախտվում են իրավապաշտպան դասախոսի իրավունքները, իսկ նա վստահ է, ԵՊՀ ռեկտորի որոշումը պայմանավորված է հենց իր իրավապաշտպանական գործունեությամբ, հանրային ակտիվությամբ։ Դասավանդման 23 տարիներին որևէ անգամ նկատողություն չի ստացել։ Հատուկ ժամանակ այնպես է ընտրված, որ ուսանողներ չլինեն, նրանք միմյանց գլուխ հավաքվելու հնարավորություն չունենան։ Արձակուրդներին աղմուկը մեծ չի լինում, հենց դրա համար էլ ԵՊՀ ռեկտորատը այս շրջանում է ծանոթագրեր ուղարկում, նկատում են ընդդիմադիրները Մելիքյանից առաջ դասախոս քաղաքագետներ Ալեն Ղևոնդյանին, Խաչիկ Գալստյանին են ծանուցել, որ աշխատանքային պայմանագրերը ԵՊՀ-ի հետ չեն երկարաձգվում։ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեթրակյանին էլ ասել են, ամբիոնը լուծարվում է եւ ուրեմն էլ ամբիոնի վարիչ չէ։ Մի տարի հետո այդ ամբիոնը կվերաբացվի կուսակցական պարադիգմային հաջո մի մարդու գլխավորության տակ։ Նաև Սեթրակյանը, Գալստյանն ու Ղևոնդյանն են վստահ։ ԵՊՀ-ում իրենց մերժում են Փաշինյանը հաճո հայացքներ չունենալու համար։ Հենց դրա համար էլ ծանոթագրերում չկա պատշաճ բացատրություն աշխատանքային հարաբերությունները չեղարկելու մասին։ Եղիշե Կիրակոսյանի վարչապետի մոտ աշխատող եւ եւս մի քանի անձանց կողմից արտահերթ կարգով այդ անձը նշանակվեց որպես ԵՊՀ ռեկտոր։ Օր չկա ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը քննադատության չընթարկվի կրթօջախում քաղաքական պատվերներ կատարելու համար։ Այսպես ասած մերժված դասախոսներից Հովհաննիսյանին դատարաններում հաղթողներ կան արդեն։ Դատարանը բավարարել է Մենուա Սողոմոնյանի հայցը եւ անվավեր է ճանաչել ԵՊՀ ռեկտորի Մենուա Սողոմոնյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը։ Դատարանը նաև Սահակ Մանուկյանի հայցն է բավարարել, անվավեր ճանաչելով ԵՊՀ ռեկտորի որոշումը, ըստ որի նա հեռացվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի իր պաշտոնից։ Սահակ Մանուկյանի այսպես ասած մեղքը վիրավորանքի եւ զրպարտության տարբերությունը կոնկրետ օրինակով բացատրելու փորձն էր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանի դուստրը, որ Մանուկյանի ուսանողներից էր, լուսանկարել էր Մանուկյանի գրատախտակին գրածը։ Լուսանկարը հասել էր ԵՊՀ ռեկտորին, համարվել դասախոսի ոչ պատշաճ վարքագիծ, դարձել որոշում։ Նա պետք է հեռանա։ Արփիս Քեսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։